նոյեմբերի 1-ից անոնսավորված աղետալի տարիքները, որ պետք է մտցներ Տրամպը, ուղղակի կոլապսի կարող էր բերել համաշխարհային տնտեսությունը եւ այդ թվում մեր տնտեսությունը, այդքանով մենք կախված ենք այո, բայց բարեբախտաբար հասկանալու նաև դա եւ ես ասել եմ դրա մասին, որ ես բացառում եմ, որ որևէ լուծում չգտնվի եւ նոյեմբերի 1-ից այդպիսի 100% գերազանցող տարիքներ 45 էր, չէ՞ կարծեմ։ Այսինքն դադարեցվի առևտուրը կոպիտ ասած Միացյալ Նահանգների Չինաստանի միջև։ Բացառում է, որտեղ դա ամերիկյան տնտեսության եւ Չինաստանի երկուսի տնտեսությունն էլ կոլապսի պետք է ենթարկվեր արդյունքում։ Եվ հետները տանեին ամբողջ համաշխարհային տնտեսությունը, բնականաբար եկան համաձայնության 10% էլ դեռ նախկին տարիքներից պակասեցրեց Տրամպը, պայմանավորված այդ նարկոտիկ ինչ-որ բաներով դրանց հանդեպ Չինաստանի վերահսկողության ավելացման պատրաստակամությամբ եւ այլ ինչ-որ ձևական պատրվակներ եղավ, ինչ-որ բաների շուրջ պայմանավորվեցին եւ նաեւ այդ հազվագյուտ հողերի, մետաղների ուրեմն թույլատվությունները վերականգնեց Չինաստանը արտահանման դեպի Միացյալ Նահանգները, որը կենսական նշանակությունների եւ ոչ միայն Միացյալ Նահանգների համար, այլ նաեւ արևմտյան բոլոր երկրների համար, եւ այսպես եկան մոտավորապես նույն վիճակի, ինչ որ միջև Չինաստանի կողմից այդ ուրեմն սահմանափակումների հայտարարություններ, բայց ես ավելի շատ ինձ հետաքրքիր է մերձավոր արևելքում տեղի ունեցող իրադարձությունները եւ Վենսի այցելությունը, որը ուրեմն այսպես ցուցադրաբար չայցելեց լացի պատ։ Գիտեք, այնտեղ արարողության պարտադիր արարողակարգ է, որ նույնիսկ նախագահները եւ այլն, ովքեր այցելում են Իսրայել, գնում են Երուսաղեմում լացի պատի մոտ, այդ կիպան դնում են գլխներին եւ աղոթք են անում, ինչ որ բաներ են մտցնում այդ պատի մեջ։ Մի խոսքով Վենսը չգնաց այնտեղ, գնաց Քրիստոսի այդ տաճարի, հա, գրոբ Գասպոջին, որ ասում է, այսինքն այդ տաճար գնաց այցելեց, որը գիտեք 3 հիմնական քրիստոնեական ուղղությունների վերահսկողության ներքո է, որոնցից մեկը հայկականն է, մյուսը ուղղափառը եւ մյուսը կաթոլիկը, ուղղափառ հունական, հա, եւ այդ նաեւ հայտարարեց, որ կտրականապես ըստ էության հասկացրեց, որ դեմ է Միացյալ Նահանգները Իսրայելի կողմից Պաղեստինի տարածքների անեքսիային։ Այս ֆոնի վրա նաեւ հետաքրքիր է, որ Միացյալ Նահանգներում իսրայելական լոբին, նույնիսկ հրեական լոբին նահանջ է ապրում կտրուկ թուլացման շրջանում է, որտեղ մեծ ալիք կա հիմա հակաիսրայելական, որը նաեւ երբեմն վերաճում է հակահրեականության եւ հակասեմականության, որտեղ Միացյալ Նահանգներում արդեն ոնց որ զգում են, որ չափը անցել է, բոլոր չափերը իսրայելական ազդեցությունը Միացյալ Նահանգների վրա բոլոր չափերը անցել է եւ այսպես հետաքրքիր է, որ այնտեղ կա հակադեֆամացիոն լիգա կոչվող հզոր կազմակերպություն հրեական, պրոիսրայելական հենց, որը պարզվում է ՖՍԲ-ի հետ, ներողություն, ՖԲՌ-ի հետ, Միացյալ Նահանգների ֆեդերալ բյուրոյի հետ հետաքննությունների համագործակցել է եւ իր տված բոլոր ինֆորմացիաները ՖԲՌ-ը օգտագործել է ինչ-որ մարդկանց հետապնդելու համար, իբր հակասեմականության համար։ Հիմա այդ համագործակցությունը պաշտոնապես ՖԲՌ-ը հրաժարվել է դրանից, այսինքն այդ վերջերս տեղի ունեցավ։ Ավելին ասեմ, այնտեղ կա նաև IPAC մի կազմակերպություն, որ էլի իսրայելական եւ հրեական հզորագույն լոբիներից է, այդ երկուսն են ըստ էության, դա էլ ժողովրդավարական կուսակցության հետ շատ սերտ համագործակցության մեջ է միշտ եղել եւ հիմա ժողովրդավարական կուսակցությունն է դիստանցավորվել էլի այդ համագործակցությունից, այդ IPAC կազմակերպության հետ։ Մի խոսքով, այս ֆոնի վրա Իսրայելում բավականին մտահոգ են եւ աշխարհի հրեաներն են մտահոգ այդ դիրքերի թուլացմամբ եւ նման պայմաններում իհարկե արդեն խոսք է գնում, որ Նետանյահուի օրերը հաշված են, որտեվ ուրիշ ելք քան այսպես ամբողջ պատասխանատվությունը բարթել Նետանյահուի վրա եւ ազատվել նրանից, որպես քավության նոխազ, ուրեմն այլ տարբերակ չունի այսօր Իսրայելը։ Եվ Նետանյահուն էլ փորձում է իհարկե փրփուրներից կախվելով շարունակել պատերազմը, ինչ որ պատրվակների տակ էլի շարունակել ռմբակոծել Գազան եւ այլն, բայց ես կարծում եմ դա երկար կյանք չի ունենա այդ քաղաքականությունը եւ Նետանյահուն էլ որպես քաղաքական գործիչ, ել չասած, որ ինքը միջազգային հետապնդման մեջ է Ռոմի ստատուտով, քրեական դատարանը միջազգային, ուրեմն իրեն հետապնդում է, որոնում է մի կառույց, որին միացել է նաեւ Հայաստանը։
Իսրայելի թուլացումը այնպես չի, որ միարժեքորեն մեր շահերից է նաև բխում, որովհետև տեսեք Իսրայելը իր նաև իր լոբիներով հիմնական զսպող դերներ խաղում, այդ թվում Եվրոպայում Թուրքիային նորագույն հատկապես ավիացիոն զենքեր, ավիացիա վաճառելու հարցում, բայց հիմա քանի որ այդ ազդեցությունը թուլացել է եւ միջև վերջերս օրինակ Գերմանիան վետո էր դնում եվրոպական այդ fighter jet-երի վաճառքի վրա Թուրքիային, որը Մեծ Բրիտանիան էր պատրաստ վաճառել, բայց քանի որ այնտեղ կոնսորցիում է եւ Գերմանիան առանցքային դեր ունի այդ կոնսորցիում, իր վետոն առանցքային էր։ Հիմա այդ վետոն հանել է եւ 20 այդ fighter jet-երից պետք է ուրեմն արդեն մատակարարվի Թուրքիային, մոտավորապես 10 միլիարդի գործարք է։ Տեսեք բավականին թանկանոց ինքնաթիռեր են, ամեն մեկը 500 միլիոն, բայց Թուրքիան պատրաստ է հսկայական ծախս անել, որտեվ դա իր համար որոշակի գերակայության հարց է առաջացնում օդում, ինքը այսօր զիջում է թե Իսրայելին, թե Հունաստանին նույնիսկ օդում, իսկ այսօր հույն իսրայելական եւ Կիպրոսի հարաբերությունները բավականին սերտ են ռազմական, որտեվ Կիպրոսում անհանգիստ են թուրքական ներկայությունից եւ հնարավոր քայլերից։ Հիմա եթե այդ ավիացիան տրամադրի Մեծ Բրիտանիան Թուրքիային, ըստ էության բալանսը նաև օդում հավասարակշռություն է ձևավորել, իսկ ուրեմն ցամաքում Թուրքիան ակնհայտ առավելություն ունի։ Նաև ԱԹՍ-ների հարցում առավելություն ունի, դրոնների, եւ այստեղ արդեն Թուրքիան կամաց-կամաց դառնում է տարածաշրջանային հեգեմոն, այսինքն երկու հիմնական զսպող օղակները, որ Իսրայելն ու Հունաստանն էին, Թուրքիայի, էապես թուլանում են եւ իհարկե դա չի կարող մեզ չանհանգստացնել, ինչքան էլ որ մենք հիմա փորձում ենք Թուրքիայի հարաբերությունները կարգավորել։ Հիմա Եվրանեստի եւ միջև այդ տեղի ունեցած Կորլեապի, հա, այդ կարճանուն տեղական ինքնակառավարման համաժողովի Կորլեապը Համաժողովը շատ կարևոր էր իհարկե, նախ որ Հայաստանում անցան երկուսն էլ եւ ես նայություն ունեցա նաեւ Արևելյան գործընկերության ֆորումի ղեկավար կոմիտեի անունից ելույթով հանդես գալ Կորլեապում եւ այո կարևոր ուղերձներ ղեցի, դիմելով նաեւ եվրոպական համայնքներին աջակցելու թե Ուկրաինային, թե Մոլդովային եւ Հայաստանին որպես ժողովրդավարություններ եւ թե Արցախի հայությանը իրավունքների պաշտպանության հարցում, որը որ էթնիկ զտման է ենթարկվել, բավական դրական արձագանքներ ունեցա այդ ելույթից հետո եւ նաեւ մեր ֆորումի շրջանակներում այն տարածվեց։ Շատ կարևոր է, որ մենք ցույց տանք եւ քաղաքասարակությունը հատկապես ցույց տա, որ Արցախահայության խնդիրները պետք է լուծվեն։ Մենք չենք պատրաստվում աչք փակել այդ էթնիկ զտման եւ դրա հետևանքների վրա, անկախ նրանից, որ այսօր Հայաստանի իշխանությունները ստիպված են ուժի պարտադրանքի ներքո լռել այդ հարցը չբարձրացնել, որտեվ գիտեք միշտ դրան հակառակ Ադրբեջանը ասում է դե որ այդ հարցը բարձրացնեք, մենք էլ այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի եւ այնտեղ ադրբեջանցին վերաբնակեցման հարց կբարձրացնենք, հա բայց ասելով չի։ Ես միշտ ասել եմ, որ դա իրենց ուղղակի քարոզչական հնարքն է, փուչիկն է, ոչ մի արևմտյան Ադրբեջան չի կարող միջազգային ուրեմն օրակարգում հայտնվել, որովհետև նաև չկա ոչ միայն չկա պատմականորեն նման բան, այլ չկա նաև բնակչություն այնտեղի, որը կարող է վերադառնալ Հայաստան։ Ես ասել եմ, որ այդտեղի ադրբեջանցի բնակչությունը, որը եղած մի 170,000 է եղել, ինքը ուղղակի վաճառել է տները կամ փոխանակել է այն հայերի տների հետ, որոնք որ տեղափոխվել են Հայաստան Ադրբեջանից, կամ ստացել է փոխհատուցում։ Եթե մի քանի հազար էլ եղել են, որոնք որ այդ ամեն ինչին չեն ստացել, հա թողան, ոչ մի խնդիր չկա։ Դա Հայաստանի դիրքորոշումն է, բայց նրանք դռներ են ծեծում միջազգային։ Դե որոնք պետք է ակտիվ աշխատել, այդ դռները հակադարձել, մենք էլ մեր դռները ծեծենք։ Նաև վերջո էլի եմ ասում, քաղաքասարակությունը ավելի ազատ է այդ հարցում, եթե նույնիսկ իշխանությունը ինչ որ մարտավարական նկատառումներով որդեգրել է լռելու քաղաքականությունը Արցախահայության իրավունքների հարցում, քաղաքասարակության ձեռքը ոչ մեկ չի բռնել, չի կարող բռնել, որտեղ կա խոսքի ազատություն եւ մենք էլ ժողովրդավարական երկրում ենք ապրում եւ մեր ուղերձները երբ որ մենք հղում ենք դա անկալելի է եվրոպական համայնքում մեկը երբ որ ես կիսվեցի իմ Facebook-ում կարևոր հարցադրում արեց լավ իսկ ինչ է տալու մեզ այդ հարցը անդադ բարձրաձայնելով առնվազն այդ հարցը օրակարգում պահել մենք Արցախահայության այո իրավունքների վերադարձի եւ անվտանգ այնտեղ ապրելու իսկ առանց կարգավիճակի բնականաբար անվտանգ չի կարող այնտեղ ապրի նույնիսկ եթե այդ կարգավիճակը լինելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության
շրջանակներում, բայց պետք է լիարժեք ինքնավարության կարգավիճակ լինի եւ միջազգային ուժերի տեղակայմամբ անվտանգության Դրա համար ապահովման։ նրանք այլային լուծում առաջարկում մեզ։ Հա, բայց առաջարկը մեր զանից է կախված, որ այդ առաջարկը էլի միջազգային իրավունքի դիտանկյունից դիտարկվի, ոչ թե քարոզչության։ Քարոզչության դիտանկյունից կներեք։ Հիմա իրանք որ ասեն, լավ, մենք էլ 5 միլիոն ադրբեջանցի կբերենք Հայաստան։ Մենք էլ ասենք, վայ, դե լավ, որ 5 միլիոն ադրբեջանցի պիտի բերեք, եկեք մենք հրաժարվենք։ Ու ասելով չի։ Ինչ 5 միլիոն, ինչ 300,000։ Թվեր կրակելով չի էլի։ Տեսնում եք։ Քանի որ հարցը բարձրացնում եք, նշանակում է լուծում Ուրեմն եւս տեսնում լուծումը եք։ միշտ կա, ուղղակի ժամանակի հարց է։ Եթե մենք այսօր օրակարգում պահենք այդ խնդիրը, վաղ թե ուշ այդ լուծումը կգտնենք։ Ադրբեջանը 30 տարի սպասեց իր լուծմանը, որը լավ լուծում չէր, ուժային մեթոդներով լուծում էր։ Ես կարծում եմ, որ մեր ճանապարհը այլ է լինելու։ Մենք առանց այդ ուժային լուծումների, ուժային միջամտության իրավիճակի փոփոխության հետ կապված, իրավիճակը երբեք նույն տեղում չի մնում։ Միշտ ինքը բանի պես է, գիտեք, ճոճանակի պես է։ Կամ էս կողմ է գնում, կամ այն կողմ է գնում։ Հազար ու մի բան է տեղի ունենում աշխարհում։ Ոչ մեկ չի ասում հիմա տարածքային ամբողջականության հավակնություններ Ադրբեջանի դեմ։ Մենք ունենք արդեն պայմանավորվածություններ, որ մենք փոխադարձ հարգում ենք այդ տարածքային ամբողջականություն, բայց դա չի նշանակում, որ հայության իրավունքները պետք է ոտնահարվեն Արցախահայության իրավունքները եւ մենք պետք է դա մոռանանք։ Այսինքն դա էլ միշտ ծայրահեղությունն է։ Դա միջազգային իրավունքի խախտում է նաեւ։ Եթե մենք միջազգային իրավունքի շրջանակներում ճանաչում ենք փոխադարձ տարածքային ամբողջականությունը, պետք է նաեւ միջազգային իրավունքի շրջանակներում ճանաչենք փախստականների վերադարձի իրավունքը եւ սեփական երկրում հայրենիքում ապրելու եւ անվտանգ ապրելու իրավունքը։ Իդեպ, այստեղ Ադրբեջանում արդեն սկսել են զարգացնել նարատիվը, որ եկեք փոխհատուցումը տանք բրցնենք, որ իրենք էլ Արցախի հայությունը հայտնվի այստեղից գնացած ադրբեջանցիների կարգավիճակում, հա, այսինքն մի քանի միլիարդ դոլար հատկացնեն Ադրբեջանի համար ինչ է 60-ից 70 միլիարդ գումար ունի, ասենք ասենք 3-4 միլիարդով կարող է ամբողջ հայության փոխհատուցման հարցեր լուծի եւ ասի դե վերջ, էլ ոչ մի հավակնություն Արցախի հանդեպ չեք կարող ունենալ, դուք ձեր իրավունքները վաճառեցիք ձեր տների սեփականության տեսքով։ Այնպես որ ես կարծում եմ, որ նաեւ միջև այդ արդեն այդ կոնսենսուսը նաեւ պետք է Հայաստանում լինի, որ մենք մեր ուժերով պետք է նախ ապահովենք Արցախահայությանը իրենք, որ այստեղ կարողանան սեփական տները ձեռք բերեն, ապրելու հնարավորությունները, աշխատանքի եւ այլն, այդ հարցերը կամաց լուծվի եւ դա այդ ուղղությամբ պետք է լուրջ աշխատանք տարվի, որպեսզի մարդիկ հույս չունենան այն փոխհատուցման վրա միայն, որ այդ հույսը չդնեն միայն այդ փոխհատուցման վրա, որ Ադրբեջանից կարող է ստանան իրենց կորցրած տների դիմաց։